Դեռ խորհրդային շրջանում մամուլում կարդացել էի գրքերի ցանկ, վերնագիրն այսպես էր՝ աշխարհի 10 լավագույն գրքերը։ Ցանկին ծանոթացա, հետո տարիներ անց, երբ արդեն համացանցը կար, համացանցում հանդիպեցի բազմաթիվ այդպիսի ցանկեր, 10 լավագույն գրքերը, որոնք մեկը մեկին համեմատում էիր, ոչ մեկը մյուսի հետ չէր բռնում։ Խորանալով հասկացա, որ ամեն մեկը իր ճաշակով է կազմում այդ ցանկերը։ Օրինակ մահմեդականները նման ցանկեր չեն կազմում, բայց եթե կազմեին, երևի ղուրանը կմտցնեին այդ ցանկի մեջ։ Այդ 10 լավագույն գրքերի մեջ հաճախ մտցնում են Աստվածաշունչը։ Նկատել եմ այսպիսի բան, եթե ռուսներն են կազմում նմանատիպ ցանկ, ապա Լև Տոլստոյի «Պատերազմը և խաղաղությունը» կամ Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» միշտ լինում են։ Եթե իսպանացիները կամ իսպանախոսները Մարկեսի 100 տարվա մենությունը և Դոն Կիխոտը անպայման լինում են այդտեղ։ Անգլիացիներն են կազմում, անպայման Շեքսպիրի ստեղծագործություններն են լինում։ Ֆրանսիացիներն են կազմում, անպայման Բալզակ կամ Դյումա է լինում այդ ցանկերում։ Բայց վերջերս մի ցավալի փաստի հանդիպեցի։ Կարդում էի նմանատիպ մի ցանկ 10 լավագույն գրքերը աշխարհի, որը կազմել էր ազգությամբ հայ մարդ, բայց ոչ մի հայկական գիրք ցանկում չկար, որը անչափ ցավալի է, քանի որ եթե ճաշակով է, ապա կարող ես նաև ցանկում ներառնել հայկական գրքեր։ Իսկ ես օրինակ այդ 10 լավագույն գրքերի մեջ կներառնեի Խորենացու հայոց պատմությունը և Գրիգոր Նարեկացու Մատյանը։